Գործի մեջ ենք, այ ախպեր ջան, կայնա։ Հա? Խոսացեք թողնեկարեմ։ Ինչ խոսամ ես, բարև ձեզ երեխաներ, ինչ խոսամ։ Ինչու համար եմ հագել։ Հարցնում եմ ինչու։ Հանգստա վայր է որ հանգիստ 2 հարգանի, 1 հարգանի տներ են, 3 հարգանի, վերել են 20։ Ճիշտ է, այդ ճիշտ է։ Այս սեփական տների մեջ ինչ վիսոտնի շենք է։ Մալա ես իմ կարծիքը ասեցի, շատ խելացի։ Քանի հարկանի շենք եք առնում։ Ես չեմ ծանոթ չեմ, ցավոտ տանեմ, ես չեմ մանում, բայց վիսոտնի չի կարելի է սեփական տների մեջ։ Մարդիկ ծախս են անում, բանկերի տակ ճկռում են, որ իրանց երեխեքին վարձով են ապրում սաղ երեխեքը։ Ուզում են շուտ տուն սարքեն, որ գան ապրեն։ Սրանք դրե վիսոտնի արա 1000 տեղ կա, գնացեք ընդե արեք արա։ Վիսոտնի սարքում եք, որ վերևից նայեք մարդիկ ինչ են անում։ Էսի սեփական տարածք է։ Այս թույլ ջուրնա հերիք։ Ով որ թույլտվություն է տվել, նրանց պետք է ասել։ Ազրևը գալիս ուտե եկեք առաջ Ես շատ ալես հիպոթեկով տուն ավ եկալ է, չկռմա բանկերի տակ, վարձով էլ ապրում է։ Մի օր շուտ ասում եմ սարքեմ այդ վարձի փողը չտա, գոնե գատե ապրի։ Ինչ անեմ։ Այսինքն դեմ եք այս շնորհակալ։ Ես այնքանով եմ դեմ, այնքանով ես չեմ բողոքում, ուղղակի առիթ էր, ասեցի հարցերից ասում եմ։ Ես ախպեր, ես ինձ արհեստավորները սպասում են, ես արագի մեջ ինչ հարց ունեք, ասեք ասեմ։ Միանշանակ սա սխալ է, բայց արդեն սկսել են։ Եթե սկսել են, դուք չեք կարող դեմ առնել, իմ կարծիքով, որտեղ կյանքը հետ է ցույց տալի։ Սրանք հզոր մարդիկ են, ախպեր, Բայց ով ասում, հզորից հզորն էլ կա։ Այ հալալը տեղ, եթե կա, ուրեմն կայնես Օրենքը բոլորիս համար է, ոչ թե հզորների։ Մենք օրենք ունենք բոլորի համար, ով ասում հզոր են իրանք, մենք թույլ ենք։ Դες բանով է ասում։ Եթե մենք մեր հարստություն թելադրում է։ Հա, թե ինչ թելադրում են։ Ասացի որ արդեն շինթույլտվություն նկատում եմ սխալվում քաղաքապետարանից ամբողջ։ ասեմ ես ոնց է Իրանք ծանոթ են, իրանք ասեն, բայց ես ավոր վռնաս եմ, ես ավտոները կարամ ասեմ։ Չէ, փակ է շոշը, չեք կարող ասել։ Որպես բնակիչ դեր անունը։ Ինչ գործ ունեմ անուն ազգանուն ասեմ, էլ ընկերեն հետևից ասախեն սվախակ դրել։ Հիմա դուք ուզում եք Մեջան։ Կամ անկյունից կարաս նկարեսել։ Հիմա երեք ջան, սենց մի հատ հարց կա, ես ես բնակիչ եմ։ Ես դեռ կանեք։ Նախ շնորհակալ ենք, որ դուք եկել եք բոլորը, շատ շնորհակալ ենք նման լուսաբանության համար, որը որ շատ հարցեր ա լուծում, մենք տեսնում ենք Հայաստանում ինչ հարցեր ա լուծում լրատվականով։ Հիմա ինչ ա կատարում, 2 հատ, 8 հարկանի որտեղ որ կոյուղի չկա, որտեղ որ հորային սիստեմ է։ Այս հողատարածքները թանկ հողատարածքներ են, մարդիկ ահագին փողեր են տվել, եկել են իրանց տնամերձը քաղաքից դուրս սարքել են։ Այ դուք որպես շաքարին քաղաքացի ինչ Հետ մի գնացեք, դուք կարդացել եք ստատուսները Փաշինյանի։ Հետ մի գնացեք։ Հայհոյախառն ստատուսները։ Հետ մի գնացեք։ Հայհոյախառն ստատուսները կարդացել եք Փաշինյանի։ Ինչ Ձեր արձագանքը, երբ որ արդեն հասել է նրան, որ ուզում է քննել եկեղեցականների կուսակրոնության ուխտին հավատարիմ լինելը եւ դրժելը։ Ներնանց ես ընդհանրապես կարդացող չեմ, ես չեմ կարդում։ Դե փոխանցեցինք ինչ է ուզում։ Ես ուղղակի եկեղեցին ասում սխալ։ Այն սխալ դա է։ Իհարկե սխալ։ Ես եկեղեցի չեմ մտնում, ոչ դա է։ Ինչի՞։ Աթեիստ եք։ Եթե հարկանում մտնում, երեխեքսն են կնկված ամեն ինչ բանը։ Հարկանում մտնում։ Այս ո՞նց է գնահատում Փաշինյանի արշավը։ Մամոթելա։ Չեք տեսել։ Չէ։ Ցույց տա։ Սպասեք ցույց տամ, էլի ամոթա կարդալը։ Ինչպես։ Սպասեք ցույց տամ, ամոթա վարդի կարդալը։ Ձեր համար կարդում ենք, քանի որ ասացիք չեմ կարդում, կարդում ենք ձեր համար։ Այո, իհարկե կա։ Ես լսել եմ մենակ։ Լսել եք։ Զգուշեք։ Ընկակ խնկի մեջ։ Ընկակ Այնտեղ խուր կա։ Զգուշեք ճմար։ Ես չեմ ընդունում, որ եկեղեցու բան են ասում, չեմ Ոչ թե հրաժարական։ Ես չեմ փոխանցում հրաժարական։
Աննա Հակոբյանն է։ Ինքը շարունակաբար ամենավերջի բարերով ես հայհոյանքն ինչ չգիտեմ արդեն ինչ սահմաններ իրենք ես հասկանում եմ որ կրթություն չունեն ես հասկանում եմ որ այդ հորդանոցներում իրենք են մեծացել եւ որևէ կրթություն չեն ստացել դրա համար երբեք Նաև եկեղեցու վերաբերյալ որոշակի լիազորություններ ունենա, այո, եւ որոշի թե ով կարող է լինել օրինակ ամենայն հացված դոկոսը կամ չլինել։ Շնորհակալություն հարցի համար, ստեղ շատ ավելի ծանր է, որովհետեւ ես մտածում եմ, որ այդ նոր իբր թե սահմանադրությունը, որ իրենք ուզում են առաջ քաշել, շատ տարբեր ազգային գծեր է ոտնահարելու։ Այդ թվում այո, վստահ ինքը հարվածել է նաև հայրաքելական եկեղեցին, սակայն ես վախենում եմ, որ այս ամբողջով ինքը ոչ միայն այս քայլն է անում, այլ նաև միաժամանակ ուզում է կոծկել այլ պրոցեսները, որոնք որ կվախենան, որ Սյունիքի հանձնելու մասին է խոսքը։ Տիկին Մանանջյան, նայեք, այսօր իշխանության սատելիտ տարբեր ներկայացուցիչներ արդարացնում են Փաշինյանին, ասում են խնդիրներ կա, որոնց մասին պետք է բարձրաձայնել, դա ամենևին թիրախավոր է, բոլոր պետք է բարձրաձայնել։ Ինչ կարծիք ունեք, պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Շատ լուրջ հարց է, որովհետև շատ բանգավոր արտասահմանի արտասահմանի հայությունը համացանչի եւ անշուշտ պետք է նկատեմ որ լավ եթե բադահի արիթ ունենա նստի եւ ուրիշ հայ ժողովրդի ուրիշ մասերով խոսակցի եւ ավելի արդար որոշումները այդ համար ամենը կողմի բայց այստեղ ակցիան մեջ Հայաստանի Ակցիայի մասնակիցները ասում են, որ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու դեմ եւ այդպես էլ կա, որովհետեւ վերջին օրերից ստատուսներ է գրում Նիկոլ Փաշինյանը, հավանաբար ձեզ ներկայացրել են այդ ստատուսները։ Որ հարցը այն է, որ միջազգային կերպի վրա կառավարությունները պետք չէ մխոջվին կրոնական հարցերի մեջ, որոնց ատեղը նկատվի, որ օրացը ճիշտ չէ, բայց նաև անոնք կսեմ ինքը կասեվով, որովհետև կաթողիկոսը քաղաքական հարցերի մեջ արտահայտություն ունեցած է, անա ինքը ճիշտ չի։ Կաթողիկոսը զբաղված է գերիների վերադարձի հարցով։ Ադիգա ես ասինցի ցավ է, Արաֆահը գործը Հարապահը գործիքները մեծ ցավ է։ Եթե հարցերել ես այնպես։ Համը որ մենք 10 հազարավոր դարիներ ամրացինք քիչ կուտեշա։ Փառենն է օրինակ նման հայտարարությունները, որը բուրն հակազդեցության առաջացավ իշխանականների կողմից։ Ցավոք սրտի առաջինը շատ դժվար է հասկանալ, թե ովքեր են Նիկոլի հետևորդները եւ գաղափարախոսություն գրողները։ Կարելի է իհարկե դատել, ինչքան ավելի տգետ դեմքով, այդքան ավելի վստահ ուրեմն Նիկոլի հետևորդն է, կարելի է ըստ այդմ շարժվել, բայց առաջին հերթին մենք պետք է հասկանանք, որ իրենք բոլորը խստագույնս մոլորյալ են։ Նիկոլը ծառայում է սատանային, մենք այստեղ հասկացել ենք, որ այսօրվա մեր կարգախոսը, եթե 5 տարի շարունակ մենք գոռում ենք Նիկոլ Դավաճան, այսօրվանից մեր կարգախոսը Նիկոլ Ներապաշտ, բայց նաև մենք հասկանում ենք, որ մարդկանց զգալի զանգված այնուամենայնիվ մոլորյալ է, նաև ընդդիմության պատճառով։ Մոլորյալ է, որովհետև ընդդիմությունը շարունակաբար եւ ոչ մի լուրջ քայլեր չի ձեռնարկել, որպեսզի ձեռբազատվի Դավաճան իշխանությունից։